Հայաստանի սահմանների անկախտելությունը պաշտոնական մակարդակով պաշտպանող միակ պետությունը Իրանը այլևս բաց պատերազմում է Իսրայելի հետ։ Թուրքիան եւ Ադրբեջանը զորավարժություններ են անցկացնում մեր սահմանների մոտ, իսկ ինչ է անում Հայաստանը։ Շերջան բայղավ, լուսամուտա դրիմ։ Ողջույն, ես Արմեն Աթալյանն եմ։ Հիշում եք, թե ինչով էր զբաղված Նիկոլ Փաշինյանը 2020-ի պատերազմից առաջ։ Նա գրառումներ էր կատարում այն ժամանակվա պարլամենտական ընդդիմության ԲՀԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի մասին։ Ուժայիններն էլ բռնում ու բաց էին թողնում Ծառուկյանին ինչ-որ քրեական գործի շրջանակում, որի մասին քչերը կհիշեն։ Այդ է արդեն հոբ, այդ Ֆորդի համար ես արդեն նստել եմ։ Նախապես պատերազմի մեկնարկի մասին տեղեկացված երկրի համար պատասխանատու մարդիկ զբաղված էին էժան ներքաղաքական ինտրիգով։ Իսկ ինչու եմ հիշել մի քանի տարի առաջվա այս իրադարձությունները։ Ինչի՞ մար։ Մեկ շաբաթից ավելի Հայաստանի իշխանական վերնախավը փորձում է առճակատվել հայ առաքելական եկեղեցու հետ։ Նիկոլ Փաշինյանն օրը մի քանի գրառում է անում Facebook-ում, որոնցում վիրավորում է եկեղեցականներին։ Քուտիրումերը։ Նաև առաջարկում է խմբեր ստեղծել եւ միասնական ուժերով գնալ կաթողիկոսի վերընտրության։ Այս ամենը տարածաշրջանում մեծ պայթյունի ֆոնին, երբ սպասվում է լայնածավալ պատերազմ, որում կարող ենք ներքաշվել նաև մենք։ Իսկ ինչ կաներ նման իրավիճակում նորմալ իշխանությունը։ Կհայտարարեր մեծ զորավարժություն, շտաբ կկազմակերպեր պահեստազորայինների մազումներ, կստուգեր քաղաքացիական պաշտպանության մակարդակը, սահմանի խոցելի հատվածներում կկառուցեր պաշտպանական նոր կրակակետեր։ Սա նորմալ իշխանությունների դեպքում։ Մերը հիմա հեծանիվ է քշում եւ Facebook-ում հանրությանը պառակտում։ Ամոթ։ Մեր ժամանակ սենց բաներ չէին անում։ Փորձեք հիշել սա։